Բարև ձեզ, թեև աշխարհը վաղուց հրաժեշտ է տվել կովիդին, բայց Բաքուն շարունակում է հավատարիմ մնալ պատերազմը բերած այդ աղետին, փակ պահելով ցամաքային ելումուտը Ադրբեջան։ Անկամ Ռուսաստանից արտաքսվածները չեն կարողանում հասնել իրենց տներ։ Երկիրը փակ պահելը կարծես էլ չի բավարարում։ Ալիևը որոշել է հետապնդել փակ Ադրբեջանից դուրս ապրողներին։ Իդեպ հետախուզվողների ցանկում է 94-ին Արցախի հետ հաշտության արձանագրություն ստորագրած Ռասուլ Գուլիևը, Հայր Ալիևի Միլիմեջլիսի հավատարիմ նախագահը։ Նա հիմա ամենապահանջվածն է Բաքվում դատվող հայերի գործը միջազգային բորսա տանելու համար, որովհետև նրանց ազատ արձակման ու հաշտություն կնքելու պահանջը ուղիղ դրել է Թրամփի ազգային անվտանգության հարցով գլխավոր պաշտոնյան։ Հիմա հասկանալի է, ինչու է Բաքուն ամենօրյա ռեժիմով հորինում հայկական կրակոցների մասին առասպելը, այդպես էլ չբերելով մի կենդանապացույց, բացի հիստերիկ լացից, իբր հայերը զինվում են։ Դե պատկերացրեք փակ երկրի քաղաքացուն, հայերի անվամբ հոգեբանական տերորի ամենժամյա ճնշման տակ։ Հակառակի պես էլ թուրք լրագրողները սկսեցին տարածել Հայաստանի մասին Ադրբեջանի կեղծիկը հերքող պատկերացումներ, բայց ավագ եղբոր լրագրողին էլ չէր արգելի խոսել փակի տակ ապրող իր քաղաքացու հետ։ Անկարայում դա չէին ների։ Հիմա պարզ է, թե ինչքան բարդ է եղել Ալիևի համար ընդունել խաղաղության օրակարգն ու խոստովանել Սպիտակ տանն ընդունվող որոշումներից ամբողջ աշխարհի ու առաջին հերթին իր կախվածությունը։ Հաշվում եք, Վաշինգտոնից բացի քանի երկիր է պահանջում ազատ արձակել հայերին ու ստորագրել համաձայնությունը։ Շախմատում ասում են խաղաքարին ձեռք ես տվել, պիտի քայլն անես, կամ կրակում ես, կամ ստորագրում, եւ կապ չունի, ով կսահմանի Միացյալ Նահանգներում ապրող Ռասուլ Գուլիևի գլխագինը։ Հաջողություն։